Հիմա զեղծարարություններին ես ձեր հետ համաձայն եմ, որ բնականաբար թե բանկային համակարգը, թե կենտրոնական բանկը որևէ կերպ չպետք է խուսափի այս հարցից, հա, եւ կոպիտ ասած, եթե ձեր ասածը մի քիչ տարիղ ասեմ, գցի սպառողի դաշտ։ Այդտեղ մենք տարաձայնություն չունենք, մենք անցած շաբաթ էլ խորհրդի նիստ ենք ունեցել հենց այս հարցի վերաբերյալ, բայց այդտեղ ամենակարևոր բանն է, որպեսզի մենք կարողանանք խնդիրները խորությամբ հասկանանք ինչն է, որովհետեւ իհարկե սպառողը պարտավոր չէ ամեն ինչ իմանա, բայց նաև դեպքեր կան, որտեղ որ կոպիտ ասած ինչ հնարավոր է տրվել է ամբողջական ինֆորմացիան, անգամ երբ որ այդ միանգամյա գաղտնաբառն է եկել, դա էլ են զանգել տվել եւ այդտեղ շատ դժվար է, այսինքն դեպքերը տարբեր են, այդպիսի դեպքեր էլ կան։ Հիմա ես չեմ ուզում որևէ ձևով նսեմացնեմ, ասենք ամեն հաճախորդի համար այդ գումարը էական խնդիր է, մենք բացարձակապես տեղից չենք խուսափում, մենք հիմա բանկերի հետ երկխոսության արդյունքում այնպես ենք անելու, որ նախ եւ առաջ մինչեւ հանգամանքները չպարզվեն, որևէ դա արված է, այսինքն այդ ժամկետները սառեցնելու, որպեսզի տուժողները խնդիրներ չունենան, տոկոսներ չկուտակվի եւ այլն, հիմա այդ գործողությունները փաստացի արդեն արված են, հա, մինչեւ կպարզվի։ Իմ ասածն ինչ է, որ փաստացի այն դեպքը, որ ինչ-որ մի բանկի կամ կիբերանվտանգություն, ասենք ինչ-որ մի բանկի համակարգ կոտրեն, մտնեն եւ ինչ-որ տվյալներ անեն, այդպիսի դեպք մենք դեռևս չենք տեսել։ Մեր այդպիսի բան չկա։ Հիմնական կտորը վերաբերում է նրան, որ մարդիկ կամ ինչ-որ բան տվել են, կամ օրինակ կարող է, որ հիմա որ քննարկում ենք եւ պրոդուկտները մենք հերթով վերլուծում ենք, որ կարող է եւ այդ պրոդուկտների համար ենթադրենք նույնականացման ավելի խիստ պահանջներ դրվեն եւ այլն, որտեղ բանկը ունի անելու գործ, հա, հիմա մենք այսինքն այդտեղ այսինքն կարող է տեղեր կա, որ on-line վարկ ստանալը շատ ավելի հեշտ է, քան պետք է լիներ։ Այսինքն այս բալանսի մասին է խոսքը գնում եւ մենք հիմա բանկերի հետ նաեւ այդ դեպք գնալու ենք եւ եթե մենք տեսնենք, որ ինչ որ բանկ իր պրոդուկտում թերացել է, այդ բանկը պատժվելու է խստագույնս, այսինքն այդտեղ բայց այդտեղ կարևոր է որ մենք հանգամանքները ճիշտ պարզենք։ Այսինքն երկու դեպքեր հնարավոր է, հիմա ես չեմ ուզում որևէ անպատասխանատու հայտարարություն անել, որովհետեւ պետք է գնանք եւ պարզենք, այսինքն մեր գործողությունները ինչ են։ Լուծել կարճաժամկետ հարցը, որպեսզի այդ մարդկանց վրա այս բեռը կարճաժամկետ հատվածում մեծ խնդիրներ չառաջացնի, այսինքն որևէ process-ը սառեցնել մինչև հանգամանքները կպարզվի, գնալ պարզել փաստացի դեպք առ դեպք դա եղել է ինչի արդյունք, արդյոք եղել են դեպքեր, երբ որ բանկի պրոդուկտի կամ ինչ-որ համակարգային ինչ-որ խնդիր կա եւ այդ հարցերը լուծել եւ եթե պետք է նաեւ համապատասխան վերահսկողական մեր ներգործությունը անել եւ երրորդը, որը որ արդեն ապագայից միտված է եւ մենք խորհրդով քննարկում ենք, այդ հետևանքների կառավարման մեխանիզմն է, այսինքն ապագայում ինչպիսի ենթադրենք ապահովագրության մեխանիզմներ դնել կամ ինչ հետևանք, այսինքն եթե ինչ-որ մի զեղծարարություն լինի, որտեղ մենք ես երաշխավորում եմ զեղծարարությունների քանակը ինքը տենց բան է լինելու, որը որ պետք է ուշադիր լինենք, որտեղ աշխարհում այսօր ամենաարագ կիբեր հանցագործությունները եւ տեղեկատվական այդպիսի խնդիրներ ստեղծելը, հա, ոչ միայն կիբեր բառը միայն չեմ ուզում օգտագործել, տեղեկատվականն եմ ուզում օգտագործել, այսինքն ապամեն ինչ-որ համակարգ կոտրած լինեն, բայց այսինքն այդ խաբեությունների միջոցով տեղեկատվություն վերցնել եւ ինչ-որ բան անելը շատ արագ զարգացող զեղծարարությունների ճյուղ է աշխարհում եւ պարզ է որ ինքը երբեք 0 չի լինելու։ Հետևաբար մենք անկախ ամեն ինչից մի քիչ պետք է առաջել նայենք եւ խնդիրը լուծենք ոչ միայն այն տեսանկյունից որ փորձենք ինչքան նորա կանխարգելել, որովհետեւ այո պետք է կանխարգելենք, բայց նաեւ համոզված լինենք որ եթե ինչ որ մի դեպքեր լինելու են, իսկ այդ դեպքերը լինելու են ինչ որ քանակությամբ, հետևանքները ճիշտ կառավարվեն։